ընթացակարգը ինչպես է, մեր երկրում գիտեք, տեղամասային տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ըստ ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի հստակ պահանջ կա, որ պետք է առնվազն 6 ամիս առաջ հաշվառում ունեցող մարդիկ հնարավորություն ունենան ընտրական իրավունքի։ Այս կարևորագույն կարգավորումը ներդրված է, որպեսզի հնարավորություն չտա, հաշվառումները փոփոխելով ընտրական ակտիվություն ապահովել տարբեր մարզերում կամ համայնքներում։ Հիմա այդ արգելքի տեսանկյունից բնականաբար, օրինակ նույն Գյումրիում մենք նախորդիվ հարցումներ էինք արել թվաքանակները, գրանցումները եւ այլն վերահսկելու տեսանկյունից։ Հիմա եւս այդ հաշվառման հետ կապված խնդիրները, քանի որ անվանական առանձնացված այդ քաղաքացիները տվել են իրենց տվյալները, փորձելու ենք հետագայում հարցումների միջոցով հասկանալ ինչի արդյունքում է եւ այո, ինչ խնդրի արդյունքում։ Օրինակ, ի նպաստել ասեմ, որ դեպք էլ արձանագրված ունեցել ենք 15 ավել անց նույն հասցեում գրանցված, պարզվել է արցախցի ընտանիք է ու որևէ խնդիր չի առաջացել։ Ուղղակի մեծաքանակ են եղել բնակիչները։ Տիկին Մելոյան, կարող եմ խնդրել Գյումրիի հետ համեմատականը մի փոքր ավելի խորն անեք, որովհետև ես հիշում եմ ամսի 30-ի ընտրություններին, մենք էլ ես նույն ժամն էր, որ խոսում ենք միասին արձանագրված ընտրախախտումների մասին, եթե համեմատեք Գյումրիի հետ ընտրությունների հետ, այստեղ ինչ կարող եք ասել, ինչքանով են տարբերվում, այնտեղ էլ ավելի շատ ընտրախախտումներ եւ այլն, հիշում ենք մի ընտրատեղամաս կար, որի հարևանությամբ այդ հենց այդ շտաբը, ասեմ, որ հենց իմ կազմակերպության դիտորդի կողմից է հայտնաբերվել, այո, ինչքան էլ որ ասում են շտաբը պետք է լինի տեղամասային կենտրոնի շենքում, որպեսզի դա համարվի խախտում, դա այդպես չէ, մենք նաեւ ունենք վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով հարակից շառավղով նեյտրալության պահպանման կանոն, այսինքն տեղամասային կենտրոնից 30 մետր քառակուսի 50 մետր քառակուսի հեռավորության տարածքում 30 րոպեից ավել շարունակական որևէ անձի ներկայությունը արգելվում է։ Գյումրիում մենք մշտապես այդ խնդիրը ունեցել ենք, պարբերաբար մարդիկ որոշ տեղամասերում հերթապահություն են իրականացնում, անընդհատ մեր դիտորդները ստիպված պետք է դուրս ելնեն ոստիկանների ուղղորդմամբ այդ մարդկանց այդ տարածքներից հեռացնեն, հետո էլի վերադառնում են։ Այստեղ այս պահի դրությամբ այդ մասշտաբային ու նույնակի կրկնությամբ ես դեռևս տենց արձանագրում չունեմ։ Ձեր կարծիքով Գյումրիում այդքան ահազանգերը նպաստել են, որ վաղ շաբաթում նույնը չկրկնվի, թե Դե եթե ես լիահույս եմ, որ նպաստել են, բացի այդ եթե նպաստել են ու դա ընտրական գործընթացի ավելի ազատ թափանցիկության, արդարության ու օրինականության դաշտ բերելու նպաստել է, դա միայն ողջունելի է։ Մելոյան, այսօրվա ուղղորդումների մասին էլի ուղղորդման դեպքեր եղել են եւ որ ուժի կողմից։ Ուղղորդման դեպքերը ասացի քաղաքացիական պայմանագրի կողմից ենք արձանագրել վստահված անձի միջամտություն, վստահված անձի ակտիվ միջամտություն նախագահի աշխատանքներին, որի արդյունքում վերջինս հեռացվել է տեղամասային կենտրոնից, բայց կրկին ընդգծում եմ մեր դիտորդական առաքելության կողմից մասշտաբային ուղղորդումներ, այս պայծրությամբ բաց այդ մեքենայով բերելուց եւ հստակ վստահված անձանց որոշ տեղամասային կենտրոնանում շատ ակտիվությունից, որը օրենքով իրենց հնարավորություն տրված չէ ու արդյունքում շատ հաճախ նաև խաթարվում է գործընթացը ընտրական, դեռևս արձանագրում չունենք։ Իսկ Արագած գյուղում եւ դաշտապտակումների մասով իմ դիտորդները պարբերաբար էլի ահազանգում են, որովհետեւ այդ օրվա ավարտին մի կամփոփ եմ, տեսեք ինչ խնդիր կա։ Պարբերաբար որոշ տեղամասային կենտրոններում մարդկային անհասկանալի կուտակումներ են տեղի ունենում, ու մենք չենք հասցնում արձանագրենք։ Այս իրավիճակում տեսեք ինչ խնդիր կա։ Պետքա մի քանի դիտորդ աշխատի, որոնցից մեկը դրսում լինի, որպեսզի վերահսկել լինի արդյոք հնարավոր է մարդկանց կոնկրետ մեքենաներով են մոտեցնում խմբակային, որովհետև մի պահ իրավիճակը հանդարտվում է եւ մի պահ խմբակային մարդկանց ընտրողների ներհոսք է լինում։ Այդ մի օրինաչափությունը արձանագրած ունենք։ Ես երեկոյան ավելի հիմնավոր կերպով հասկանամ, որ տեղամասերում է հատկապես այդ իրավիճակը, այդ օրինաչափությունը եղել եւ արդյոք մասշտաբային է եղել, վերջնական գնահատական կհնչեցնի։ Արագածից են ահազանգեր, Արագածից ահազանգ են հնչում, բազմաթիվ ահազանգեր, կուտակումների վերաբերյալ, ուղղորդումների վերաբերյալ, դուք ասացիք մի անձը 30 րոպեից ավել չի կարող մնալ, բայց նույն անձը օրինակ ժամերով նույն ընտրատեղամասի դիմաց է։ Այնտեղ իրենց համար նստում են, նարդի են խաղում։ Դե դա հստակ խախտում է, պետք է արձանագրել, եթե դուք քանի որ հարգելի զանգվածային լրատվության միջոցներ, մենք բազմաթիվ խախտումներ նաև ձեր միջոցով ու շնորհիվ ենք արձանագրում, եթե հստակ պատկեր կա, խնդրում եմ ինձ տվյալ տվեք, մեր դիտորդները անմիջապես դուրս կգան, կարձանագրեն ու այդ մարդկանց դուրս կմղեն այդ տարածքից, որովհետև
իրավունք չունի որևէ անձ, անգամ եթե այդ բակի բնակիչ է, ընտրատեղամասի մերձակայքում գտնվել ու պատահական չէ այս սահմանափակումը։ Այս սահմանափակումը հստակ միտում ունի, որպեսզի կոնկրետ անձիկ չկարողանան ներազդեցություն ունենալ ընտրական գործընթացի վերահսկողության տեսանկյունից։ Նաև Երևանի ավականու անդամն է եկել, տեղում գոռացել է հանձնաժողովի նախագահի վրա, եթե անգամ ինչ-որ խախտում է արձանագրել, ինչ իրավունքներ ինքը ուներ եւ արդյոք կարող էր ուղղորդել կամ նկատողություն անել հանձնաժողովի Եթե նախագահին։ խախտում չկա, նաև ձեր գնահատականը, հա։ Ինչ Երևանի ավականու, այո։ Տեսեք, դա այդտեղ բնականաբար ես ծանոթ չեմ կոնկրետ դրվագին, բայց իհարկե խախտում կա։ Իմ ուղղությունն այն է, որ որևէ կարգավիճակով անց այս պարագայում, ինչպես հասկանում եմ, վստահված անձի մասին է խոսքը գնում։ Վստահված անձին մեր դիտորդները, հա, դիտորդը վարքագծի կանոններ է ուսուցանում, նույնը պարտավոր է վստահված անձը եւ մասնակցող մյուս սուբյեկտները ընտրական գործընթացի ունենան։ Իրենք իրավունք չունեն ակտիվ մասնակցություն ունենալու։ Ասում եմ, մենք արձանագրել ենք մեր դիտորդը դեպք, երբ վստահված անձը այնքան է միջամտում նախագահի աշխատանքներին հանձնաժողովի, որ այդ նախագահան հանձնաժողովով պարտավոր է ապահովել ընտրական գործընթացի բնականոնությունը, ստիպված իր գործառույթները կիսատա թողում, սկսում է պոլեմիկայի մեջ մտնել, արդարանալ կամ պրոցեսները բացատրել վստահված անձին։ Այդ իրավական կարգավորումները պատահական չեն, այդ իրավական կարգավորումները միտված են, որ բնականաբար, հա, վստահված անձը, ի տարբերություն օրինակ մեծ դիտորդների, չունի անաչառության խնդիր, ինքը կոնկրետ ուժի շահերը ներկայացնելու միտումով է եւ ինքը ունի խնդիր այդ process-ը խաթարելու երբեմն իր անձնական միտումներից ելնելով։ Այդ պատճառով մենք այնտեղ կանգնած ենք, որպեսզի այդ ակտիվությունը թույլ չտալ։ Դա խախտում է, արձանագրվում է եւ պետք է հետեւանքային լինի։ Իսկ եթե չի հնարավոր չի զսպել կոնկրետ անձին, հա, իր ակտիվությունը, արդեն կենտրոնական դրական հանձնաժողովը պարտավոր է միջամտել, այդ թվում իրավապահ մարմինների այդտեղ ծառայություն իրականացնող ոստիկանի միջոցով տվյալ անձին հեռացնելով ընտրատարածք, եթե ինքնակամ չի հեռանում։ Տիկին Մելոյան, վաղար շաբաթի թիվ 3 Ծիզեռնակ մանկապարտեզի տնօրեն Թեհմինե Մանուկյանը աշխատակիցներին փակ խմբում խնդրել է մինչև ժամը 2-ը գնալ ընտրության եւ իրեն տեղակ պահել նման խախտում դուք արձանագրել եք։ Ես չէ, բայց եթե լրահոսում նման խախտում կա, ունեք օրինակ տեղեկատվություն կամ հստակ այդ ինֆորմացիայի նամակի screenshot-ը, բնականաբար դա արդեն քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր հարարք է, մենք հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք։ Նաեւ ես քիչ առաջ ուղղորդումը, այո, տեսեք, քաղաքացիների ընտրական իրավունքի որևէ կերպ միջամտությունը կլինի դա ուղղորդումով, հանձնարարականով։ Քաղաքացին մեր ընտրական օրենսգիրքը 16 թվականին ամրագրել է հիմնարար ընտրական իրավունքի սկզբունքները։ Ընտրությունները պետք է լինեն ազատ, արդար, ուղղակի, հավասար ու թափանցիկ ու ամենակարևորը գաղտնի քվեարկությամբ։ Որևէ մեկի կողմից որևէ ուղղորդում, անգամ նույն ընտանիքի անդամների կողմից, ինչու կա այդ արգելքը, հա, որ բազմաթիվ անգամ խնդիր ունեցանք արձանագրած, ընտանիքի անդամները փորձում են քվեախոս միասին մտնել եւ մեկը ասում է ես վատ եմ զգում, լավ չեմ լսում եւ այլն։ Այդ պատճառաբանությունները հիմք չեն, որպեսզի թույլ տան որևէ մեկը ուղղորդի, որովհետեւ հնարավոր է անգամ ընտանիքի անդամը ընտանիքի մեկ այլ անդամի նկատմամբ ուղղորդող ազդեցություն ունենա։ Տիկին Մելոյան քիչ առաջ ընտրատեղամասից մեկի մասնակից եղավ Ակցիզը հագցրեց ծրարի վրա, ոչ Տեսեք, ես այդ իրականում վեճը, եթե ես այդտեղ դիտորդություն իրականացնեի անձամբ, ես կպահանջեի, որպեսզի մարվեր, քաղաքացուն նորից տրամադրվեր ողջ փաթեթը, քաղաքացին նորից իր ընտրական իրավունքը իրականացներ, առողջություն։ Եվ տեսեք ինչու է խնդիր, որովհետև մենք հաշվարկի ժամանակ նախորդ Գյումրիում օրինակ հենց այդ խնդիրը ունեցել ենք, քվեաթերթիկը ծրարի ժամանակ հանելուց ակցիզը պատռվեց։ Ու հանձնաժողովը ցանկանում էր անվավեր ճանաչել, բայց ես քննարկման ժամանակ որպես դիտորդ արձանագրում կատարեցի, ասի եթե դուք սա անվավեր ճանաչեք, ես դա արձանագրելու եմ, բողոքարկեմ։ Ընտրական իրավունքը ընտրողի ձայնը այս ինստիտուտի ամենակարևոր հանգամանքն է, որը պետք է երաշխավորվի։ Այսինքն դա աշխատողի անփութության հետևանք է, աշխատողն է սխալ թույլ տվել, ինչի դրա արդյունքում չի կարող, հա, այս երկու արժեքները իրավունքների ու պարտականությունների տեսանկյունից եթե նժարի վրա ենք դնում, բնականաբար ընտրողի իրավունքի իրացումը ավելի կարևոր է, քան աշխատակցի անփութությունը։
ես գտնում եմ, որ այդ քվեաթերթիկները պետք է հատուկ որոշմամբ հանձնաժողովի կողմից բավեր համարվեն, իսկ եթե տեղամասային կենտրոնում արձանագրվում է հենց տեղում իրավիճակ, որ ակցիզը սխալ է փակցվում, պետք է մարվի այդ քվեաթերթիկներով ծրարը եւ նոր ընտրելու իրավունք տրվի, նոր տրցակ տրվի քաղաքացուն, որպեսզի խնդիր հետագայում երեկոյան չառաջանա տվյալ տեղամասային կենտրոն, բայց ես կխնդրեի դուք այդ տեղամասային կենտրոնի համարն է ասեք, մենք դիտորդներին ուղղորդենք, որպեսզի երեկոյան հաշվարկի ժամանակ այդ բարձրաձայնեն, որ ամբողջության հետևանք է